չեն գնում, երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու, զրպարտելու համար, այդ գործերը քնած են։ Վայ, տիկին Ջեբեջան ջան, եկեք վիրավորելուց մի խոսեք, էլի։ Երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից, ֆանտաստիկ էր, այն որ այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր, բաներ, տենց ասում եք, ինչ եք ասում Վահագն Ալեքսյանին։ Ես գյումրեց, սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք այդ կիսակրիմինալ բանդայի, այդ ոստիկաններին ամենավերջի սեռական բնույթի հայհոյանք տվող կին կոչվածների եւ մնացածի այդ բանը ներկայացման կարիքը չունեք եւ դուք շատ տարբեր եք ու Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ այդ քֆուրչի, չգիտեմ ինչ, զանգվածը ժողովուրդ ջան ձեզ չի ներկայացնում, հավատացած եղեք, ես դրանում վստահ եմ։ Երբ որ դուք խոսում եք, հա։ Իհարկե մեր հայրենակիցներն են։ Փաշինյանն էր որոշ քֆուրի նմանվող բառապաշար օգտագործում, պարոն Ալեքսանյան, ասենք Որն էր քֆուրի նմանվող բառապաշարը։ կկնեմ հեն ասել գործընկերները շիները Պարոն Ալեքսանյան, Դե տեսեք, բայց դա էլ չէ մի վարքյան էլի։ Դե որտեվ ձեր գործընկերներն են, մեղավոր ինչ ասեմ, շինելն ու դոմփելը հարգելի գործընկերներն են։ Ամեն դեպքում ինձ թվում է դուք էլ որպես կին ու որպես լրագրող շատ ուրախ կլինեք, եթե այդ Գյումրում հավաքված այդ մի քանի 100-200 հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել շինել եւ դոմփել բառապաշարը։ Իդեպ խստորեն, դե եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները։ Իդեպ խստորեն դատապարտում եմ նաև խստորեն դատապարտում եմ նաև ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքներ։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կա շարակ